Ողջույն Կորձարար ալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենադարձության մասին, հայրենադարձների հետ։ Այսօրվա մեր սիրելի հյուրն է Զովակ Քանթարջյան, ողջույն Զովակ ջան։ Եկել ենք Սիրիայից։ Այո, Հալեբ քաղաքից։ Ու ինչու համար եք որոշել հայրենադարձել։ Նախ շնորհակալ եմ այսօրվա հրավերի համար, որ ինձ հյուրընկալեցիք։ Իսկ որոշումի բահը ինչպես բոլորի համար գարձեմ գիտեք, որ Հալեբի վիճակը ավելի վիճակը չէր, ավելի ճիշտ է սեմ քիչ աստծո կձակրածն էր 11 թվին, երբ որ օրենք ելավ паспорт թիմելու հայկական, բոլորս ասանք անոթի նման վազեցինք паспорт թիմեցինք եւ 12 թվականին ուրեմն պետք է паспортները ստանցնեինք որոշեց ամուսինս, որ գուքանք Հայաստան գբդդինք եւ паспортները գվերցնենք։ Ձեր առաջին այցներ։ Չէ, եկած էինք 2015 թվականին եկած ենք եւ ատկեզատ ամուսինս ալ եկած էր առանցինալ։ Եվ գրնամսել, որ մեր ներքին աշխարհի մեջ արդեն մանկության դարիներեն հայրենիքը գար։ Ինչպես շատ մարդկանց մեջ Սուրիայի միջին արևելքի հատկապես։ Շատ, այո, անգերց գսեմ, մանավանդ ես կացած եմ գրտասիրած դբրոցը, որ այնտեղ մեր քիրքերը Հայաստան են գուքար։ Երկերը, ատքիրքերը, ամբողջը։ Ամեն, ագու, բադանի, սեմագան, գրտասիրածական ամեն դեսագը հոմին մեջը եւ արավել արաբական գինցերներած բայց արաբներուն հետեի անալգար մեջը անոր մեջ այսին գամանվոր աշխատանքներ գիտեք կդանեինք բոլորս ալ իսկ այդ օրը որ ամուսինս զանգեց որ ես տիկետ կդրեցի պիտի երթանք բոլորով քույրերով եղբայրներով паспорт գստանք եւ քիչ մը գբդդինք կհանգստանանք կվերաթարնանք ըսի քանի օր գդրեցի սավ 15 օր սի չէ 15 օր բայց շատ քիչ է մեկ շաբաթ ալ ավելցուր չէ սավ գերտանք պետք է մեկ շաբաթ կավելցնենք եւ դիրանջան անի եղավ մեր քալը Մնացիք նույն առաջին այցով, պասպորտի այցով, այո, մնացինք Հայաստան։ Ինչպես կլասան։ Դարիներով իմ Հալեբի դունի փանալիս պայսագիս մեջ մնաց։ Շատ գաստվիմ երբ որ գհիշե, բայց միևնույն ադեն գսեմ չէ, աստծո ծրակրածներ, գարդես Աստված այդ պասպորի հարցը բոլոր ժողովրդին, բոլոր Հալեբի, Հալեբահայություն ոտքի ելավ Հայաստան գալու։ Ինչն էր, եւ միևնույն ադեն ալ բادرազմը Այսին այդքան իրարու համապատասխան եղավ այդ ամենը մեր паспорт անը եւ եկանք մնացինք մեզի պես շատ մարդիկ մնացին այո շատ մեծամասնությունը ճամփորդեցին թուրքերը բայց մենք նախընտրեցինք մնանք Հայաստան ավելի ճիշտ է հայրենիք այո գրնայք երթալ Ձեր այդ նոր паспортով ալ շատ երկացին բادرեցին паспортին թուրքսը շատ սխալներ եղավ բայց դուք որոշեցիք որ այս է մեր դեղը ու մնալու դրամատրությունը գար ծեր եւ ծերամոսնու մեջ Այո ամուսինս եւ աղջիկս ալ եւ ամբողջ քույրով եղբայրով մենք հոս մնացինք ավելի ճիշտ է շատ արիտներ ընծայվեցավ մեզի երթալու ինչպես որ գիտեք նախ արաբական паспортով իսկ երկրորդ անցերու միջոցով ամերիկա թուղթերնից սկսեցան բայց կես ցկեցինք շատ անգերց կսեմ որ շատ մեջս ներքին փամը գար որ գաստվե երբ որ հիշեի պիտի երթամ գասից ծնողքես պիտի բաժնվիմ որտեվ Հայաստանը ճիշտ ծնողքի դունի գնամանի լավ է վատ է պիտի չի մտածես ինքը արդեն ասե պիտի իրեն ինչպես որ է ընդգրկես շատ լավ համեմատություն էր շատ եւ ես գապսոսամ անոնք որոնք կացի որտեվ վիրավորված կսկամ Հայաստանը անոնք որոնք ցկեցին կացին իմ շատ լավ թող երթան բայց համամիտ չեմ որ ասեն Հայաստան կորց չի գա Հայաստան չապրեցիր այդ նախատեսություն ինձ շատ կնեղացնի Կամ քեշե գնամանի հիմա որ ասեցիք ծնողքի դուն գնամանի ծնողքի դուն են հերանաս ասես որ մամա շադախոս է բաբաս հիվանդ է այս ծերի դակ բաներ որ ասես ուրեմն հա կարող ես $100 մը ուղարկել ասել որ փուժվեցեք կամ այսպիսի բաներ են բայց դի գալ ուզում է մեր համար հայրենադարձների համար ճիշտը քովը գանքնիլն է հիվանդ ծնողքի կամ պրոբլեմ ունեցող դան որը քո ծնողքի դունն է այդ ինչ որ մենք արեցինք շատ քիչ դոգոս սփյուրքեն այդ է մեր ռածը մենք չենք եկած հոստեղը հարստանալու կամ ուրիշ բաների համար եկած ենք գող կգանքնելու ծնողքին ու նաև մեր հաջույքը ստանալու որովհետև մեկը չսե որ ծնողքի կողքը գանքնելով
դժվար է, շատ ավելի հաճելի է իրենց այդ գիսվիլը, ուրախանալը, թեկուզ դխրիլը իրենց այդ թեթևացնել իրենց դխրությունը, բոլոր այդ առումներով Հայաստան մնալը մեզի համար հաճույք է։ Ինձ այո, մեր ընտանիքի համար բոլորս շատ ուրախ ենք եւ բոլորս ալ առաջին օրենք աշխատենք։ Ես արդեն եկած օրես վալիզիս մեջ անպայման պիտի տնեմ ցերակորձներս տեղադրեմ, հետս բերեմ ուր որ երթամ։ Նույնիսկ ամուսինս չգիտնար, ինչ որ է այդ բոլորը ինձ երբ որ օր կմնանք որ դժվարությունները գա, ուրեմն մտածեցի ով է ծովագը Հայաստանի մեջ, ով պիտի ճանչնա ինձ, ով ինչ պիտի անե։ Առաջին հերթին առաջարկ եկավ Մետաքսի ճանապարհ հյուրանոցը թաս տալու։ Ես որտեղ թասալ գուտամ։ Ասեղնակորձության վարվեց ծովական հայկական բոլոր գարադեսակները դիրապետած են եւ այլապես այլ երկրյա, այսինքն եվրոպական գարադեսակներն ալ դիրապետած են, կաշխատին, պատվերներ կստանամ եւ գտասավանթեմ։ Ձերքով ասեղնակորձություն։ Բոլորը։ Անխդիր, ամեն ինչը ձերքով։ Հայկական հարստությունն է, որ պետք է պահպանել ու զարգացնել։ Այո, այդ հարստությունը, որ Դիրանջան, գիտես շատ մեծ իմաստ կա մեջը, եթե մարդիկ գիտակցին, որ այդ ասեղնակորձությունը դարեր առաջ աշխատած պատմություն ունեցող, ես փոխանցող անձ մնեմ, այո, գավելցնեմ իմ գործերուս վրա փոփոխություններ կանեմ, բայց ես իմ բարդականությունս ես փոխանցեմ եւ իմ աշակերտները փոխանցեն։ Արդեն իմ աշակերտներս կփոխանցեն գոր, աշխատին գոր, այդ ինձ համար մեծ առավելություն է։ Մեծ բան արած եք հոստեղի, եթե դուք ուրիշ երկիր կացած լայեք, աս բոլորը չդիլնի։ Չէ, ինձ այո, գնամսել Հայաստանը, հայրենիքը, բեդությունը, ժողովուրդը, բոլորը մեծ արիթ տրվեցավ ինձի եւ ես այդ արիթը չանցուցի այսպես։ Բոլորը օգտվեցա։ Հիմա այսօր ես շաբաթը ամբողջ դաս ունիմ, խումբեր ունիմ աշակերտներ։ Ուրեմն Մետաքսի ճանապարհը դաս տալիս յետք ստացած կացի ժողարվեստի թանգարանը հրավիրեցին եւ այնտեղ ստացած ժողովարբեդի գոչումը։ Այնտեղ ալ դասավանդեցի, հոմի գետրոնի մեջ ալ դասավանդեցի օգնության միության մեջ, առավել Թումանյան թանգարանի մեջ ալ դասավանդեցի եւ մանկավարժականի աշակերտներուն, բայց թունգս կաս որ ինչ կլա որ ասքայլերը, ինչքան մարդ ես կծանոթանամ գոր, ինչքան հոսանքը կմեցնա գոր, ինչքան ինձի ջամփա կբացվի գոր եւ ես օրը ավելի կգապվեմ գոր։ Հիմա ես, այո, տասի ժամին որ աղջիկներ օրինակ դիգին ծովակ քեզի համար երբ մբիտ երկենք, ասի տասի բահին։ Ես անգամ գաստվիմ որ արդեն ընտանիք դարձած ենք միան այդ գարադեսակը չէ որ գսորվինք պատմությունը կա անոր այդ մեր համախմբվիլը մեջը կա Սուրիա-հայը, Լիբանանահայը, Ամերիկա-հայ, Կանադա-հայ եւ Հայաստանի հայերը ամենաշատը սերունդ որ հոյագապ չսեն որ Հայաստան աշխատող չի գա եւ շատ պստիկ փամփանալ բացադրեմ երբ որ մենք շատ մեծ գտորներու վրա հալեպ կաշխատեինք եկա Հայաստան ինձ գսեն բստիկ բաները չեն քններ ես օքեյ ես համամիտ չեմ բստիկներուն ես մեծ գսիրեմ մեծ գտորներ ունենանք աստեղնակ իմաստ ունի իսկ հիմա իմ աշակերտները 3 մետր գդոր գվերցնեն, 1 մետր գդոր գվերցնեն, մեծ գդորներու վրա գուզեն աշխատել։ Ասել է թե ինչքան դեղ հասած ենք մենք։ Մենք արդեն հաղթահարած ենք ասեղնակորձության ոլորտը։ Վաղ չունենք։ Լավ է։ Ու առաջ նորություններու մեջ ամդած եք վստահ ուսումնասիրած եք, չեմ գիտեմ, Ադենաթարոնում գա այսպեսի բաներ, որ նայեք հին ժամանակ ինչ հրաժեն ավելցնեք ադր։ Շատ ուսումնասիրած եմ Դիրանջան, հալեբեն իվեր մեծ մամիկներուն գայցելեի գիտելիքները, անունները, աստանունը, ադանունը, բոլորը եւ հիմա ես ամենը կփոխանցեմ։ Եվ ինչն է առավելությունը, որ ասկդորը որտեղից է, ասծաթելը որտեղից է, ամեն ինչին լավակույնը գուդամ իրենց, որ իրենք լավը սորվին։ Գալ Հայաստան ասեղնակորձություն, բայց ոչ գդորի թելի որակը չի գար։ Բայց մենք հալեբեն այդպես ծորված ենք, որ ամենալավ որակի վրա եւ թելի վրա պետք է թելով պետք է աշխատենք, որտեղ պիտի մնա դարիներ։ Սո հիմա աշակերտները այդ ամբողջը գհիանան մի օր քեզի կհրավիրեմ, երբ որ վգայական պիտի դամ աշակերտներուն ժողարվեստի թանգարանը շատ հրաշալի էր դեկտեմբերին անցյալ տարի դեկտեմբերին Ղարաբաղի 10 աշակերտի հալթասավանտած էի Ռուցմեդի միջոցով
իրենք էին սպոնսորը շատ հիանալի էր վկայականին օրը շատ աստվեց ուղղակի իմ մարմինիս վրա գրեցի Անպայման գհրավիրել աս դակուկ անպայման բահմը գմդածեմ աստակուկ փույնի ես ուր գրնայի գտնել գրնալ ես երթայի ամերիկա եւ կումարային միջոցով հարստանայի բայց որպես արժեք որպես բարոյական արժեքները ես չէի հասներ ադոր ես որ հիմա թանկարանները գմտնեմ ովև մեկ տնորենուի atkan բոլորին գծանոթեմ բոլորը գճանչնամ atki ավելի հարստություն ինչ կուզես իսկապես հեչ կումարի հետ կապ չունի ու նաեւ մի հատ մարդահրավեր է որ դուք վերցրեցիք ձեր վրա ու հաջողեցավ այդ մարդահրավերը որ ամեն մարդ չէ որ գուկար հոստեղը ու գավելցներ ինչ որ բան գրնալալ այդ բնագավառը քիչ հանգեր որովհետև մենք հարստություններ ունենք որ բոլորս գիտենք չգիտեմ թարը քեմանչան կորկակորձությունը ասեղնակորձությունը ու շատ բաներ որոնք պետք է շարունակվին ու մացավոք սրտի մենք հյուր ունենք անցյալները սա որ քյուղերում այլևս կորկ չեն կորձել որովհետև հնարավորություն չունեն վաճառելու այդ դրան գայք աստեղծել մեկ դարվա մեջ 40 հատ քյուղեր են կորկ վաճառել ուրեմն ամեն մեկնից փամը ունի կնելու կարևոր չէ նախարար կամ երեսփոխան կամ բան լինել ղեկավար լինել կարևորը ամեն մեկ անհատ ինչ իր Գարողության սահմաններում կարողացավ Հայաստանի մեջ ինչ որ բան առաջ տանել։ Մեկը քիչ, մեկը շատ, ցերը շատ իհարկե ու դա մեզ համար հաջողություն չպետք է ասեմ ավելի մեծ նվաճում է, որովհետև դուք եթե ինչպես որ ասիք Կանադա, Ամերիկա լայք, այսօր կնալ ավելի հարուստ լայք, մի երկու օտո ավելի լարսեր դան գողքը, բայց այս նվաճումը որ սերունդներու փոխանցելը չերելար, այսօր ինչքան հբարդանք է այս ցերերածը ու ողջունեմ իսկապես շնորհակալ եմ Դիրանջան եւ արավել պիտի ասեմ օրինակի համար հալեբ շատ լավ դեղ հասած էինք եղած էր ամեն մեզի պատրաստ էր մեր ծնողքներն բայց հիմա եթե մտածես ինչ եղավ այդ բոլորը քնած ասել է թե կումարը անորամար ամուսինս ալ եսալ որոշեցինք մնանք մեր բզդիկ ներդրումը բերելով հայրենիքի մեջ ինչ որ կարողանանք գնեք օրինակի համար շատ ներողություն երբ որ մարդիկ կխոսին հարգայինի մասին քրանցվելու չէ օրինակ ամուսինս օրին որ ինձ ասավ քրանցվիր եւ քու գոմետ պետության նվիրատվության նման է եւ այդ մեկը իմ մեջս մտնելով ես քրանցված եմ դարիները մեծ ուրախություն է եթե ամեն մարդ չի ածը չեք բանար ասի չեն գներս օրինակ պետք չունեինք մենք աս ամենը մտածելու պետք է շատ թյուրավ մտածենք որ ծնողքիս գումար կհասցնեմ գոր սպիրկի մեջ նստող հիմա գիտիմյանը մենք դարին մի քանի անգամ բարահանտեսներ գնեմ որ նվիրատվություն ունես ագումբին չէ այո նույնը նայասի բայց ամեն ամսվա քու բարդ կդե քու ագումբից որ այսօր երգիր է աշխապ մեծ երգիր է որը պետք է դաս որ մի բան ստանաս իհարկե այդ ստանալը մեկ գասկածի դագա շատ մտեղ է բայց երգիրը դե ի վերջո պիտի դաս այդ օրինավոր աշխատիլը որը շատ բաներ չեն հասկանալ միջին արևելքեն եկողներ կգարձեն որ պետք է ինչպես որ ընդեղի ընկերություններն են պետք է գտնես որ ասի քու երգիրը դե ի վերջո եթե չի դաս ինքը չի գրնալ աջիլ ամենայնտեղս ադե բայց նաև ինչպես որ ասիք Լիբանան 250,000 հայ գար, հիմա 60,000 իջավ։ Ինչ որերին կոնդեղը բոլոր քնած, այո։ Սուրիա ինչապ գար, ինչապ մնաց։ Չգիտեմ Բաքու ինչքան գար, ինչքան գնաց։ Նույնիսկ Վրաստան, Թիֆլիս 50% հայ էին, հիմա ոչ մի բան չի մնացած։ Անորոմալ ինչ որ հոս կնես, կմնա հավեր, որովհետև դու պիտի երթաս, պիտի մնա հայը, որ օգտագործի այդ ամեն ինչը կամ շարունակի ձովագին աշխատանքները եւ դասընթացները։ Դուք բայց վստահ եմ որ որոշ չի սիրված բաներ էլ հանդիպեցակ առաջին փուլը որ եկակ ոստեղը ադոր մասին ախոսինք որ մարդիկ պիտի որ միան քեղեցիկ ու միան լավը չէր սկիզբը հա ճիշտ է խնդիրներ ունեցանք բայց այդ նույն խնդրեմը գրնայր Գերմանիայում ունենալ գրնայր Կանադայում ունենալ ադոնց մասին ախոսինք ինչպես կհաղթահարես ոգևորությամբ ինձ թվում է ինչպես հացել հաղթահարել մենք շատ լավադես եղած ենք անկեղծ կստեմ Առաջին օրեն որ այսինքն հետացկվեցավ մեր երթալը օր ընդեղի բادرազմի պատճառով բայց մենք ովևէ մեկ բան չենք տեսած ես ված փամը այսինքն հիմա նստիմ ովևէ մեկ փամը մեջտեղ հանեմ ասելով խնդիր առաջացնեմ լեզուն ինչպես որ շատ երքսեն ասեմ ցես պետք է հայրի որ գեղդոդ է աստեղը չեմ կի գխապեն քեզ այդ փորը ես օրինակ ինչ որ գուդաս ադիգարնես է իմ քովս Եթե դու ժխտական ես, ժխտական կստանաս, դա ամեն դեղալ կաշխատի։ Այդ բաները հանդիպեցակ
Այո, կարող է որոշ տեղեր հանդիպեցանք, բայց մենք միշտ լավադես եղած ենք, կրկին գսեմ, մասնավոր մեծ բամը չէ եղած հիմա, բադահած է կորձի պերումով, որնակ կորձերուս մեջ ինչ-որ առաջարկներ գունենայի գերտայի, իմ լեզուս օրինակ ինձ կսեի հայրեն խոսի, կսեի հայրեն խոսիմ գոր, միակ բանը վրաս աստերել, երբ որ ալիքը տբրոց թրինք, մեկ աղջիկ ունինք մենք, 23 տարեկան, արդեն համալսարան գերտա, և բզդիկ բիզնես մնալ գնե կորձմը հիմնեց բաբան իրեն, ուրեմն կացինք տբրոց, միան ինձ անի, ասանք իմ չիղերուս կտպնա, ուսուչույն ասեց, որ բիդի կրեմ, անուսավ հայրեն կիդես կրել, ոնդիղ շատ նեղվեցա ես, ու ես ասանք քիչ մփանով ասի որ ինչպես չեմ գիտեր մենք ցեզ մելավ հայերեն գիտենք բայց նեղվելու բան չէ անգերդ որով շատերը չեն գիտեր սպիրտը գողներ շատ նեղվեցա վրաս աստեց ադիգա գարձես ատբահին բայց չեմ գրնար ասել ես միշտ լավադես եմ եւ ես սխալ բամը չեմ դեսած ես որ հիմա ունիմ խումբեր հայ աղջիկները մեկ մույսեն հրաշալի են աննման են մի բան որ ուզեմ վարգենական կովս հասեր է Դիգին ծովակ ինչ բագաս ունիս, ինչ պերենք կեզի, օրինագի համար, ես ասկի ավելի ինչ պիդի հուզեմ այսինքն։ Դե մարդկա գուզե, հիմա չի զարմանանք, մարդկա ինչ կանդաս չի պավարարվիր, կսկսի համեմադել ու չկեն Պարիզի, Մոնրեալի, ընդեղ ասանք կպած չինզներ, որ ուրիշ պան չի գա, ondեղ ադոր մասին չենք խոսիր, ինչ որ երեխաների հետ աբահովություն, գյանքի որակ, երեգոյան գյանքը, որ ոստեղ ավելի հայկական է, ավելի լավ է, շատ պաներ գավար չի գա, բայց Չեղածի մասին միշտ կխոսին։ Քիչ մփանը գա գրնամ ասել, այսինքն դղամարդկանց մեջ աշխատասիրությունը, բագասը գա, որով ադի քիչ ինձի օրինագի համար եթե պիտի խոսիմ, ես միջև 13 տարի է նույն դեղեն թել կգնեմ գոկտվիմ։ Միջև հիմա որ ես կմտնեմ այդ խանութը օրինագի համար գարձես թե նորմը դերեմ չի գա այդ ժեստը թիմացինին է սպասարկման ոլորտը պրոբլեմ ունի Հայաստանում հա պետք է հաջախորդ պետք է գիտնա որ ինքը ասկան դարվա հաջախորդ է դարբեր պետք է նայի օրինագի համար ես ադի մեկ իսկ անոր գողքին ես ինչքան գումար գտնեմ որովհետև ես պետք է այդ քույնը կնեմ չէ հաջախորդի համար բայց մի քանի դարբերակ պետք է կնեմ որ ինքը ընդրե So երբ որ գարնեմ ամբողջ գումարով գվերցնեմ բայց հալեպ մենք ունեինք խանութ Թերցակյանին խանութը այդքան ազնիվ մարդեր գսեր վերցուր դար որ մեկը ընդրեց բեր փոխել Ունեգաս մանր բաները բիզնեսի մեջ պրոբլեմ ունին գա Հա բայց ես չեմ գնար ադի վերակրել Հայաստան մնալու չի մնալու գփորձեմ հա գփորձեմ դուրսեմ բերեմ այդ ապրանքը ամենանեղբարակայս կթիմեմ իրենց կամ օրինակ ասինչ թելը բաքսած է երբ պետք է ունենակ որ ես վերցնեմ հապճեպ պետք է ինձի գսեն չգիտեմ Չգիտեմ լավ մեկ ամիս մեկ տարի որ ես գիտնամ so անոր պատճառով ես ստիպված գումար ավելի գտնեմ որ ավելի քնեմ եւ քովս մեծ քանակ ունենամ Այստեղ են եզրակացություն շատեր որ այս կորձի մեջ են սփյուռքի մեջ գրնանքալ ու ավելի լավ սպասարկումով Զովագին կրավել օրինակ սի հայրենադարձության նաև ինչ որ ճանապարհը որովհետեւ մենք ունենք խնդրեմ սպասարկման ու թուրսեն եկողները շատ ոլորտների մեջ սպասարկման որակը բարձրացուցին ու շատեր թեր գրնանքալ ու բիզնեսներ անել ու այդ որակը բարձրացնելով իրենք հաջախորդ որսան ասի շատ կարևոր process է ու իմացեք որ եթե Եվրոպա կամ Ամերիկա գնաք ցեզի պես շատ կա բայց Հայաստան թեր ունենք այդ սպասարկման ոլորտի խնդրումը որը կարողանաք բիզնեսներ հիմնել ու հաջողություններ գտնել շատ կարճ ժամանակվա մեջ Այո բայց անեգսեմ չէ չեմ ուզեր այդ բաները իմ մեր վրա աստե մնալու չի մնալու երբեք անունք ձալած մեկ կոմտրածեմ ես հոսկաբրիմ ասի իմ դունս իմ հայրենիքս դու սխալես ես քեզի գշտկեմ օրինակ համար մի դեղալ թասկուդայի գմտնի ամենադեն շատ դխուր թեմքեր մեկ երկու ես շատ ուրախ բարև հիմա այդ թեմքը անգերց կսեմ այդքան ինձի հաջելի է ինքը այդքան ժբիդով ինձի կթիմավոր է ուրեմն այո եւ շատ այդպիսի բարականներ փոխված է վերջ ես կմնամ իմ ցևից մեջ եւ երկրորդ անոնք որոնք
գնացել են դուրս, կամ անոնք, որոնք չեն սիրել Հայաստան, կքննադատեն, խնդրեմ թող դուրս մնան, որ մենք կարողանանք հանգիստ ապրել։ Այսինքն երբեմն գուքան ինչ է, ամոս մգա չեմ ուզեր բզդիկ աչքով նային, ուզեմ հարուստ աչքով նային։ Ալիքեզի գխանկարիալ իրենա գխանկարի, ավելի լավ ան որ աչքը դուրսն է թող դուրս է։ Ինձ չի խանկար, ինձ կնեղացնի at մեկը, որտեվ կնեղվիմ եթե մեկը խոսի at ծեվը, որտեվ դու հոս կապրիս կոր։ Ինչ ուրիշ երկիներ դուք կկովեք եւ ինչու մենք Հայաստանը։ Չեն խոսի իրոնդերի խնդիրների մասին։ Ինչու մենք չխոսենք մեր լավ գեդերու մասին։ Շուտ։ Ամենայնպես մեծ հաղորդումը այդ մարդոց համար չէ։ Ես ալ մինչև այսքան հաղորդում հրաձեք դուք 80-րդ հյուրն եք։ Այդ մարդիկ որ հոստեղը կփնովեն, միշտ կսեմ որ քացեք։ Բայց մենք այդ մարդկանց համար որ դուրս սնեն եւ երկու միտքի մեջ են մարդիկ սև ցուցած են իրենց այո երանի դրա անոնց համար ենք որ նոր ամուսնացած են կամ թոշագարու են ցանկը իրենց համար շատ հաճելի չի է սուղ է ոնդեղը եկեք ու հոս մեր նման մեկը չստիբեր մեզի զովագա այսօր գրնա կանադայի տուր թուղթերը անել մենք կրնանք շատ շուտ Եվրոպա երթալ բոլորս կրնանք այսօր երթալ շատ դժվար չէ մեզ համար բայց մենք կեցած ենք որովհետեւ մենք ունենք այդ հաճելի ցանկը որը մենք կցանկանայինք որպես հայ այո դուք ձեր ընտանիքը ինչպես է իրեն մոդեցումը ձեր ամուսնուն ձեր աղջկան ինչպես է իրենց հոստերի արորյան վստահ ունիք ծուրսը ցանոթներ կամ բարեկամներ չեն ասել որ վերջացավ եկեք բادرազմ եղավ չեմ գիտեր որոշ դեղեր խնդիրներ կա ցկեցեք եկեք մենք ցեզի կընդունենք գա անշուշտ եղած է գլած ինչպես է ձեր պատասխանը չէ մենք օքեյ վերջ հոսմանալ ես չեմ գրնար ցկել երթալ Հայաստանը ասկան դարի վերջ 13 տարի վերջ որտեվ Հայաստան ամուսինս ալ հետս շատ համամիտ անշուշտ եւ աղջիկս երդասարտը լալու մամաքս երթանք բդդինք ետ դառնանք ինչ լավ է անգերց կսեմ եւ միշտ կսե ես հայ դղամարդու հետ պիտի հայ պետք է ըլլա պայման չէ ինչ հայ Հայաստանի հայ ամերիկա հայ Սուրիա հայ կարևորը հայ ըլլա at միտքը մնացած է արդեն ադոր խնդիրը չունենք մենք ալ որ Հայաստանի մեջ կապրինք բայց երբեք չենք հուսահատած ովև մեկ բահ որ մենք ցկենք երթանք Ձեր ընտանիքը ամենատեպս բոլորն են մոդեցումով են բոլոր ընտանիքս քույրերով եղբայրները ու իսկապես այդ ամենաողջունելի բանն է որ հնարավորություն ունի երթալու բայց կմնաք որովհետև գիտեք որ հոս է ճիշտ ինչ որ բան գառուցելու սերունդներուն փոխանցելու դեղը հոս է ու դուք այդ ձեր ընտանեկան մտնոլորտով ինչքան եք հբարդ որ այս քայլին թիմեցիք շատ այո հետո գիտես ես շատ ըսկայուն եմ ինձի չլար դուրս ապրիլը ես կարծեմ թե գտարաբեի եթե ապրեի ալերգիա ունի որովհետև շատ չէ Հայաստանի ժողովուրդը բարի մարդիկ են կրնաս հետերնին ապրիլ բայց ես կարող եմ երթայի ամերիկա կամ կանադա at քիչ մդարբեր նայված պիտի ըլլար թուն նոր կացած դժվարություններու մեջ քիչ at բա ինձի շատ դժվար է կմնամ եւ ես իմ ունեցածովս իմ համեստ կյանքովս եւ լավ անունովս ինչու՞ չէ Հայաստան ինձի շատ բան տվավ անշուշտ ես մի քանի բան նշեք մի քանի բաները նշեմ հբարդություն անշուշտ ասի չէ հիմա օրինակի համար երբ հրավեր կստանաս որոշ գազագերբություններ են անտին այսինքն պետական մասշտաբով ադի ինձ համար մեծ առավելություն է եթե ես ցկեմ երթամ at բոլորը ապերախտ կլամ at մեկին օրինակի համար աշակերտներուս տված դասերը որ գուտամ at արդյունքը որ ես կստանամ ուղղակի շատ ատբահը հուզիչ է հուսամ օրը ներկա գլակ դիրան ջան եւ ձեր աչքով կտեսնեք որ դժվար է ցկել երթալը իսկ հետո ունիք շատ թյուրին հարմարություններ այստեղ մնալու այսինքն մենք ավտո չունենք բայց շատ հարմար է մեզ համար իջնել ելնելը տաքսի at մեկը ես դուրսը չէի գնար անել օրինակի համար եւ առավել հարցի պատասխանը որ
օրինակ ըսի չէ թանգարաններ որ գմտնենք հիմա օրինակ ժողարվեսի թանգարան նորեն ներգրավեց որպես վարպետի ապրանքները թրվի եւ վաճառվի դարեգան մեր ապրանքները կդանեն կվաճառվի գուկան օրինակ ադորպես մենք շատ արիթներ կունենանք որ աշխատողները Ատոնք նորեն մեծ առավելություններ են հաջող ունենք ցուցահանդեսներ մեզի համար դրամատրված օրինակի համար նորեն առավելություններ են բայց նորեն գստեմ այդ չէ որ այդ ամփոխը ինձի գրավերը մնամ Հայաստան վերջ մենք որոշել ենք մնալ Հայաստան անոր հիման վրա մեր կյանքը մեր առօրյան կսերդենք կմտածենք ինչպես կնանք մենք մեզի ուրախ պահել իսկ գարձեք որ բادرազմը չլար նորեն դուք կայիք թեգուս մի քանի տարի հետո Կարող էր այդ մեկը այցելությունը պետք էր որովհետև բաժանները մեկը ասի չէ паспոր եկանք առնելու կարող էր ադալ մեկ բաժարը լար որ մնայինք մենք այստեղ եւ շատ ուրախ եմ որ ցանկիս կեսը այսինքն ես հալեբ ծնած գրթություն արած Սուրիո մեջ այնտեղի արաբներուն հետ այդ շփումը գրթություն իրենց միալ մենք շատ բան սորված ենք այդ բոլորը եւ հիմա ես հոս կշարունակեմ հոս կապրիմ այդ ամբողջ գիտելիքովս ինձ ադի մեծ ուրախություն է որ դարբեր գիտելիքներ կան որ մենք կուտանք որ այստեղ Հայաստանի սերունդին ասեմ Վերգե այսինքն Սուրիա մնայեք կրնալ 5 հոգի փոխանցեիք ասամենը հոս եկածեք հարյուրներով աշակերտ օկտավին հատկապես թանգարաններում մեջ ալավելի գմեծնա չերպնագավարը ու գաջի դրանից ասկի ավելի ինչ պիտեն եմեգը շատ այո եւ հիմա 360 աշակերտ ունիմ եւ ամեն մեկ աշակերտը մեկ տասչարներ դեսագավորը գարնի այսինքն մեկ կարա դեսագը հազիվ կսկսենք երկրորդ երրորդ տասին դիգինցովակ հաջորդը ինչ էկրանց է անունս օրինակի համար Իրենք են փոխանցողները հետո մույս սերունդ այո շատ ճիշտ է ու ծեր խորհուրդ օրինակ ինչպես է ծեր նման մարդկանց որոնք կաբրին միջին արևելքի մեջ թեկուս Եվրոպայի մեջ որոնց կյանքի մեջ միայն աշխատիլ մեկ անգամ ճամփորդել դարին որպես հայ ասած ինչ է ծեր խորհուրդը իրենց հրավիրելու ճիշտ է մեգումը չես կնար բարդատրել բայց հրավիրել աղբյուր քան ստեղեն իրենց ցանկը վարեն ու շարունակեն ինչ է ցերա միշտ ասած ենք եւ կոնեմ ունենան դուն որ իրենց զավակները կան երթան այդ շփումը որտեղ գամած երթալ կալով գսկան այդ մեկը որ ինչքան դակուկ փույն է հոս Հայաստանի մեջ Եվ հաջող ես ասած եմ, որ այսինքն մենք շատ օքեյ ենք, շատ լավ, ինձ գսեն էթուն կորձ ունիս, այդպես կխոսես։ Ոչ, եթե 24 ժամ աշխատիմ, ես կորձ ունիմ, օրինակի համար ժողովրդին եւ կգարձեմ, թե անոնք, որոնք այսինքն այս տարի կամ անցյալ ինչ որ դունարին երթալեն ավելի բիդի փնդրեն, որ դուն կնեինք փոխադրվեինք, չէ, ասեմ, կամ կոնեմ կորցմը հիմնեին Հայաստանի մեջ։ Պետք է ունենան որոշ կորցմը, թե օգտակար կդառնան հայրենիքին, թե օգտակար կդառնան ժողովրդին, անոնք որոնք չունին։ Օրինակ, ես շատ կերազեմ, որ օրին մեկը մեծ արիթներ ունենամ, այսինքն ըսպիրքեն շատ մարդկանց հետ շփվենք, արիթ ունենանք, որ մենք աս մարզերում մեջ զարգացնենք գարենանք միջոցներ թիմենք եւ իրենց ոչ թե կումար դանք, այլ կորց հայտայտենք։ Ավելի կարևոր է կորց հայտայտելը, քան թե կումար ղրգելը։ Ինձի նշանակություն չունի մեկը կումար ղրգածը եւ դիրանջան գսեմ որ 13 տարի մենք հոսենք, մենք ոչ մեկ ցևով կումար նվեր չենք ստացած։ Մեր աշխատանքով եկանք Հայաստան, այսինքն եթե հիմա ըսպիրքեն դուրսեն պիտի կան, կարող է իրենք կումարով կան։ Մենք առանց կումարի կարողացանք հիմնել ես բզդիկ կտորները առնելով, սկսա կորձս հիմա աշխարհի չափ կորձ ապրանք ունիմ դունը ներողություն, ապրանք ունիմ։ Ասել է թե եթե ես կումարով կայի, որտեղ պիտի հասնեի օրինակի համար։ Ուրեմն աշխատեցակ, որակ ցույց տվիք, սպասարկում ցույց տվիք, ոգևորություն ցույց տվիք ու ձեր գործը առաջ գնաց Հայաստանի մեջ։ Ադե ճիշտ քայլերը
Անմարդ մի չսպասե որ դուրսեն օգնությունը ստանա, ինքը պետք է ստեղծե, ու դուք փոքր ստեղծեցիք, բադահագան եկաք, փոքր ստեղծեցիք, ու այսօր ինչքան հբարդ եք ձեր կորձով։ Այս է ճիշտ մոդեցումը։ Հբարդ եմ եւ ուրախ եմ 19 թվինալ, երբ այստեղ տեսփան ընդրվեցավ թեպի Իտալիա, ուրեմն այնտեղ ինձ պետությունը ինձի նախարարությունը այսինքն թիմեցին որ ես պետք է նվեր պատրաստեի ինձի պատվիրեցին եւ փափին զինանշանը աշխատեցա Դիկրանագերդի կորձով եւ այնտեղ տրված է թանկարանը իսկ 18 թվինան նորից նախարարութենն ինձ զանգի Գերմանիո վարչապետին Բիդիկա Անջելա Մերկելը պետք է նվեր իրեն ինչ որ է եւ ես հրավիրվեցա այդ օրը ես ներկա գտնվեցա եւ Այդքան հաճելի էր միտքը որ որպես սուրիահայ պատերազմին եկած ես աշխատած ես հիմնած ես եւ փոխանցած ես եւ շատ հետաքրքիր էր որ ես Հալեբ գազագերբության մեջ այստեղ թաստված էի սպոնսորը Գերմանիայեն էին գերմանացիներն էին ջայզատներ իսկ վարչապետուհին չէր գիտեր այդ բոլորը ես բրոշերներով բացատրած եմ իրեն աթարավերին օրը բոլոր մարդկանց դիմաց լիքը մարդ կար ամբողջ TV ժողովուրդը մարդիկը ինձի բայց այդ օրը ես տուն դարձա շատ անհանգիստ եղա շատ աստված էի ասոնք բոլորը ցկեց որ օրը կապվիմ ավելի Հայաստանին ասել թե արդյունք կա եւ այդ բահին ես հարց տվի որ ինչն էր որոշումը ծեր որ դուք ասեղնակորձություն որոշեցիք նվիրել ուրեմն ասին չէ մտածեցինք որ ամենադեն արձած կլա եւ այլն ասի նախարարությունը այսինքն արտաքին գործոց մտածեցինք քիչ ասեղնակորձության ոլորտի մեջ մտնենք իսկ հետ այսու վերջը նախագահն անընդհատ ինձ մեկը վերցներ ծերակորձներ եւ այդպիսով հիմա շարունակեմ եւ նոր դարին ալ ես հրավիրված էի ժամանակների հերոսի հրավերին նորեն գսեմ այս բոլորը մեկ կողմ բայց ես կմնամ հայրենիքը որովհետեւ ինձի պետք ունի մեզի պետք ունի ես իմ զավակս ընտանիքս բոլորս միանշանակ այս ծեր նվաճումը ոչ մի սպիրկի մեջի հարստությունների ավելորդ գույքերի հետ չի փոխվի, ադորամար ողջունելի է ցերաս քայլերը ու ցերաս նվաճումը, թող վարագիչը լա շադերուն, թող տեսնեն, որ ինչպես մարդիկ եկած են, նվաճած են ու ցանկում չեն ցկերաս երգիր ու չեն երթալ։ Շնորհակալ եմ շատ Զովակ ջան, քեղեցիկ իդերույցի համար ու ոգևորիչ, հույսով եմ, որ կոնե մի հոգու կարողացանք համոզել, որ Հայաստան ապրիլն ու աշխատելը մեծ նվաճում է անպայման եւ ես մի բան ասեմ հասցնեմ որ ասիանակորձության ոլորտի մեջ ես կտեսնեմ հայ ազգի ցանկի պատմությունը եթե նստիս մեկ բրբդես անքան հետաքրքիր է ինքը եւ իր պատմությունը ամեն մեկ գործ ունի իր պատմությունը մանրանկարչության մեջ կորքի մեջ շատ բաների մեջ կա հայոց էս 5000 դարվա պատմությունը որը պետք է մենք պահպանենք որովհետեւ հին ազգ ենք ու պետք է շարունակվի այս ամեն ինչը չգնա ինչ որտեղ հբարդորեն հայ ենք մենք ադալ մեր պատմության շնորհիվ այո հբարդ եմ ուրախ եմ իմ կորձովս իմ ասպարեզ իմ հայրենիքովս գնախնդրեմ այսինքն նախընտրած ենք մնալ Հայաստան եւ հուսամ բոլորը գուքան եւ բոլորը գխոսին եւ թերախոսով վայ ինչ գարոծեր ենք Հայաստանը օրինակ բոլորը գարոդով են բայց կրնալալ բարակաները չեմ գիտեր բայց կփորձենք որ հայրենադարձ ըլլա Աստված օրհնի ձեր ընտանիքը շնորհակալ եմ շատ զով ես շատ շնորհակալ եմ ձեր հրավերի համար խնդրեմ